Երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Վլադիմիր Վարուժի Ալիխանյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1996 թվականի հունվարի 29-ին Դիլիջանում, ապրել և մեծացել է նույն քաղաքի Թախտա թաղամասում, հաճախել է մանկապարտեզ, եղել է ժիր, աշխույժ, աչքի ընկնող երեխա, երկու եղբայր էին, ինքն ու Սամվելը, ով իրենից փոքր էր 3 տարի, բայց նշեմ, որ իրենցից մեծ քույրեր են ունեցել, ով մահացել է 4 տարեկանում, որից հետո նոր ծնվել է մեր հերոսը, ապա եղբայրը։ Սովորել է թիվ 1 դպրոցում, իսկ 9-րդ դասարանից ուսումը շարունակել է հայրենի քաղաքի պետական քոլեջի տնտեսագիտական բաժնում։ Ամառները տատի հետ հաճախ էր Սար բարձրանում, շատ էր սիրում անասնապահություն, միտք ուներ բանակից զորացրվելուց հետո սեփական ֆերման ստեղծել։ Միտք ուներ։ Ինչ եղավ քեզ, սիրելի Վլադիմիր, մեր փառապանծ հերոս, որոշումդ ինչու կիսատ մնաց։ Հայրենիքի կանչը հզոր էր, ու նա այդ կանչին չարձագանքել չէր կարող։ Մեր հերոսը բանակ զորակոչվեց 2014 թվականի հուլիսի 12-ին հոկտեմբերյան Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի տանկային բաժին որպես նշանառու օպերատոր, իսկ 6 ամսից տեղափոխվեց Ֆիզուլի կրկին որպես նշանառու օպերատոր։ Իր էությամբ քաջ էր ու անվախ, միշտ թաքցնելով դժվարությունները, լավն էր պատմում իր ծառայողական օրերից։ Վերջին զորավարժության ժամանակ, որպես լավագույն նշանառու օպերատորի, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է ձեռքի ժամացույցով։ Նրան 78 օր էր մնացել զորացրվելու, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը։ Վերջին անգամ Վլադիմիրը խոսել է մոր, հերոսածին տիկին Աննայի հետ, միգուցե ինտուիցիայով կամ հոգու կանչով զգացել է, թե իրեն ինչ է սպասում։ Գուցե, որ մոր հետ խոսելիս անչափ շնորհակալ է եղել ծառայության ընթացքում իրեն ուշադիր լինելու համար ու նշել է, որ իր զորացրմանը մնացել է ընդամենը 78 օր։ Ընդամենը 78 օր։ Թվում է այնքան կարճ ժամանակահատված է, որ աչքերդ թարթես կանցնի, բայց արի ու տես այն կարող է և հավերժություն դառնալ։ Ու դարձավ։ Եվ իր հետ հավերժի ճամփոր դարձրեց մեր քաջին, Վլադիմիր Վարուժի Ալիխանյանին։ Բայց ինչպես։ Ապրիլի 1-ի գիշերն էր, երբ դեպի իրենց եկող արկերի հռնդյուն է լսվում։ Նա իր ընկերների հետ իրենց 321 տանկի անձնակազմով անմիջապես հասկացել են, թե ինչ է կատարվում։ Պատերազմ էր սկսվել։ Նա հրամանատար Բենյամին Մոնթե Եղոյանի և մեխանիկ վարորդ Տիգրան Աբգարյանի հետ շատ արագ պատրաստվում են նետվելու մարտի, անվախ, քաջ ու երակներում եռացող արյունով, ու երեքով գրոհել են, որ հակառակորդի առաջ խաղացումը կասեցնեն։ Այդ ժամանակ դիմացից դիտարկվել են թշնամու T-93 տանկ։ Նրանք կարողացել են կասեցնել հակառակորդի հարձակումը, շատ մեծ արագությամբ սահմանն անցել են, այնքան արագ են եղել, որ տանկը համարյա չի երևացել փոշու մեջ։ Երբ հասել են Ախոյանի տանկերին, այդ պահին չգիտես որտեղից ևս 5-ն են դիտարկվել, որոնք թաքնված են եղել, ու տղաները հայտնվել են այդ 8 տանկերի օղակի մեջ։ Սակայն մեր հերոսներն իրենց չկորցնելով մեծ շրջանցում են կատարել շրջանի մեջ,
փոշուց անգամ կորել է տանկի հետքը և սկսել են կրակել մեջտեղում, օղակաձև։ Ուրիշ տեղից անակնկալ դուրս են եկել էլի տանկեր, սակայն նրանք հասցրել են 2 տանկ խոցել ու շատ արագ հետ են եկել։ Իրենց հետքը չբացահայտելու համար հետ գալու ճանապարհին մեխանիկ վարորդ Տիգրան Աբգարյանը նորից շեղվել է ու հարձակվել այն դիրքի վրա, որտեղ դրված է եղել հակառակորդի դրոշը։ Նա մեծ արագությամբ անցել է խրամատի վրայով, թռել ու խփել է դրոշին, գցել տանկի թրթուրների տակ և մինչև վերջ մարտնչել են 3-ով միասին։ Նրանք իրենց T-72 մոդելի 321 համարի տանկով մի բեմպե և 2 տանկ են խոցել։ Նշանառությունը եղել է շատ դիպուկ։ Այս գործողությունը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, որի համար նրանց մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով են պարգևատրել 40 րոպե մարտական խնդիր կատարելու համար։ Իրենց սխրանքով իրենց ընկերների կյանքն են փրկել։ Հաջորդ օրը, ամսի 3-ի առավոտյան, նորից են կասեցրել հակառակորդի հարձակումը, խոցելով հակառակորդի ևս մեկ տանկ։ Իսկ արդեն երեկոյան ժամը 18:00-ին նրանց նկարել են որպես լավագույն տանկիստների և քաջ հերոսների։ Մարտը տեղի է ունեցել Ջեբրայիլում, Լյալյա Իլյագիի մոտ։ Տղաներին նշանառության տակ են վերցրել ու խոցել Սփայք կոչվող զենքի միջոցով, որը 30 կիլոմետրի վրա ամեն ինչ գտնում է։ Եվ հիմա ես արցունքոտ աչքերով գլուխ եմ խոնարհում այս 3 քաջերի և նրանց անվեհեր սխրանքի առաջ, ապա հպարտորեն պատվի եմ առնում նրանց առաջ, պատիվ ունեմ։ Չզլանանք ու մեկ անգամ ևս հիշենք նրանց, այս անբաժան 3 ընկերներին, որոնք մինչև վերջ էլ անբաժան մնացին։ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր Բենյամին Մոնթեյեղոյանը, ով նրանց հրամանատարն էր։ Դիլիջանից էր իմ այս ակնարկի հերոսը, նշանառու օպերատոր Վլադիմիր Ալիխանյանը և Գյումրիից մեխանիկ վարորդ Տիգրան Աբգարյանը։ Փառք նրանց սխրանքին, անմահ է գործը նրանց։ Մինչև 2023 թվականի ադրբեջանցիների կողմից Արցախի բռնազավթումը Ֆիզուլիում կար հուշայգի խաչքարով ու ցայտ աղբյուրով։ Վլադիմիրը, մեր անվաղ քաջը, հետմահու պարգևատրվել է ինչպես վերը նշածս մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով, այնպես էլ Արցախի արիություն մեդալով։ Դե, հերոսի հերոսացին ծնողներ, դիմացեք, եթե կարող եք։ Այնպես դիմացեք, որ այս անոմոք ցավից չխելագարվեք։ Նրանք մեր հերոսի հավերժանալու մասին իմացան Զորամասի ճաշարանի պետից։ Սկզբում թաքցրել էր, թե իմ մոտ էր նոր գնաց քնելու, բայց որքան թաքցներ, կամ թաքցնել կլիներ։ Դուք հերոս որդի եք դաստիարակել, հպարտացեք նրանով։ Հեռախոսի այն կողմից ու կարծես անդունդի միջից լսվեցին ճաշարանի պետի խոսքերը. Ցավին չկա սպեղանի, պիտի ատամները սեղմած մռնչալ մինչև վերջին շունչը, սակայն մեր քաջ հերոս անկոտուրում Վլադիմիր, դու քո քաջությամբ օրինակ ես մեր գալիք սերունդների համար։ Խոնարհվում եմ քո առաջ, ապա
հպարտորեն պատվի առնում։ Պատիվ ունեմ, անկոտրում հերոս, դու անվախ Վլադիմիր Ալիխանյան։